Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախամարտ։ Քրեական պատասխանատվություն Փաշինյանի հասցեին հնչած վատ կոմենտի համար, ահազանգ է հնչեցնում փաստաբանը։ Պարզաբանեք հայ բանտարկյալների իրավական կարգավիճակը Բաքվում, Ռուբեն Վարդանյանի կինը նամակ է գրել Կարմիր խաչին։ Տեղահանություն, զոհեր ու կորցրած հայրենիք, արցախցիները շնորհակալ չեն Նիկոլ Փաշինյանից, ինչ բողոքի ալիք է բարձրացել։ Նոր ճեպազրույց հին խոսույթով և սպառնալիք նոր ոճով, Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունների նոր խմբաքանակը կառավարության ամբիոնից։ Վաշինգտոնյան սկանդալ, Թրամփի մարդը գաղտնիքներ է բացել, ինչ է բացահայտել ԱՄՆ հետախուզական ծառայությունը։ Նոր օգնություն կրկին ԵՄ-ից։ Եվրամիությունը լրացուցիչ 140 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին բարեփոխումները խթանելու և երկկողմ գործակցությունը խորացնելու նպատակով։ ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում ասել է, որ Հայաստանը Եվրամիության համար վստահելի գործընկեր է Հարավային Կովկասում, ընդգծելով տարածաշրջանի աճող նշանակությունը աշխարհաքաղաքական լարվածության պայմանում։ Մարթա Կոսի խոսքով նոր 140 միլիոն եվրոյի աջակցությունը միտված է այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են վիզաների ազատականացման գործընթացում առաջընթաց ապահովելու համար։ Սա կարևոր տարի է Հայաստանի համար։ Մայիսին Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին կհաջորդի առաջին անգամ երբևէ անցկացվող Եվրամիություն-Հայաստան գագաթնաժողովը։ Սա վկայում է այն մասին, թե որքան է բարձրացել այս տարածաշրջանի կարևորությունը Եվրոպայի համար և որքան է խորացել մեր գործընկերությունը։ Սակայն նախքան այս հանդիպումը կառավարությունում ընթանում էր Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը։ Նոր ճեպազրույց հին խոսույթով։ Առանցքում կրկին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրն էր, Արցախի հարցն ու առաջիկա ընտրությունը։ Ըստ Փաշինյանի առաջիկա ընտրություն է խաղաղության ու պատերազմի միջև։ Նրա խոսքով, եթե իր ղեկավարած ուժը չընտրվի, մինչև սեպտեմբեր տարածաշրջանում կարող է պատերազմ սկսվել։ Ինչ է սա, զգուշացում, թե քաղաքական ուղերձ ընտրությանն ընդառաջ։ Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում եւ Հայաստանի Հանրապետությունը միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է։ Թե շինքշաբթի է եղել կառավարության նիստերի դահլիճում, ապա սուր հայտարարությունների ժամ ճեպազրույցի անկյունում։ Պրոցեսը ղեկավարել են Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո Ռոբերտ Քոչարյանը, հետո Սերժ Սարգսյանը, հիմա էլ նրանց հարակից Ռուսաստանա-բելարուսական օլիգարխներին են բերել, հասկանալով, որ իրենց քարտը մարված է, հիմա էլ Ռուսաստանա-բելարուսական օլիգարխներին են բերել։ Եվ որպեսզի պատերազմ չլինի ու տարածաշրջանում խաղաղություն տիրի, Փաշինյանն առաջարկում է ընտրել ՔՊ-ին, քանի որ ընտրության արդյունքում կունենան սահմանադրական մեծամասնություն, որն էլ կերաշխավորի տարածաշրջանային խաղաղությունը։ Ինչ վերաբերում է պատերազմի կուսակցությանը, դա հիմա ամեն օրվա հետ ինձ համար դառնում է ավելի ակնհայտ, որովհետև այդ կուսակցությունները եւ այդ շրջանակները ըստ էության ինչ են ասում, առաջինը ասում են, որ իրենք դեմ չեն խաղաղությանը եւ երկրորդիվ սկսում են խոսել, որ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը։ Փաշինյանը մտահոգված է ընդդիմադիրների պահվածքից, իր իսկ ստեղծած խաղաղության վերաբերյալ նույնպես անհանգստանում է։ Գործող վարչապետը մասնավորապես նշում է, որ ընդդիմադիրները չպիտի խոսեն, որովհետև նպաստում են ինքնիշխանության կորստին։ Բոլոր ուժերը ըստ էության հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ, անխուսափելի։ Ընդ որում ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնանը, ես վերլուծում եմ, չէ՞, տեքստերը ինչ են ասում, այդ բոլոր ուժերը, եթե անհրաժեշտ է անուններն էլ կտա, հստակ, մի մասը ենթադրում եմ չի էլ հասկանում ինչ ասում, բայց իրենք պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ ծանր հետևանքներով։
Իսկ հետո դիմելով լրագրողներին վստահաբար նշում է, թե նրանց 90%-ը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեարկելու է հենց ՔՊ-ի օգտին։ Հակառակ դեպքում ընդդիմադիր լրագրողները գործազուրկ կմնան։ Անդրադառնալով նոր սահմանադրություն ընդունելու, սահմանադրության ներածությունից անկախության հռչակագրին հղումը հանելու վերաբերյալ հարցին Փաշինյանն այստեղ նոր մոտեցում ունի։ Անկախության հռչակագիրը, ընդ որում հրապարակային տեքստ է, ձեզնից յուրաքանչյուրը դա կարող է կարդալ, վերլուծել եւ կարող է անել նույնիսկ հրապարակային։ Դա ոչ թե անկախության հռչակագիր է, դա կոնֆլիկտի հռչակագիր է եւ արդյունքում կախվածության հռչակագիր է։ Ինչ վերաբերում է Վրաստանի պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի մասնակցության վերաբերյալ հարցին Փաշինյանն անորոշ պատասխան տվեց, հայտարարելով, որ հուղարկավորությանը մասնակցելու համար Երևանից Թբիլիսի կմեկնի բարձր մակարդակի պատվիրակություն։ Ես պատրաստվում եմ զանգահարել Վրաստանի վարչապետին, ցավակցել անձամբ եւ մենք ձևաչափը քննարկում ենք, թե ինչ մասնակցություն ունենանք, այլ ձևաչափերի մասին չեմ կարող ասել։ Իսկ վերջում անհրաժեշտության դեպքում Հայաստանը պատրաստ է հումանիտար օգնություն ցուցաբերել Իրանին։ Փաշինյանի խոսքով նման դիմումի անհրաժեշտություն չկա, քանի որ եթե Հայաստանը տեսնի, որ հումանիտար բնույթի օգնություն ցուցաբերելու կարիք կա, ապա ինքը քայլեր կձեռնարկի։ Եվրախորհրդարանում ԵՄ Հայաստան խորհրդարանական գործակցության հանձնաժողովի նիստում ելույթ է ունեցել Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը եւ անդրադարձել Հայաստանում եւ Հայաստանի շուրջ տիրող վիճակին, մասնավորապես Փաշինյանի հայտարարություններին։ Փաստերով, քարտեզներով ցույց եմ տվել, որ թրիփը այս վիճակում չի կարող Հայաստանի շրջափակումը ճեղքել։ Անհրաժեշտ է, որ Հայաստանը երկաթգծային կապ ունենա արտաքին աշխարհի հետ, թե արևելյան ճանապարհով, այսինքն գործի Իջևան-Ղազախ ճանապարհը, եւ թե բացվի Հայաստան-Թուրքիա կապը։ Ռելսերը նույնիսկ եթե ոսկուց լինեն, Հայաստանի շրջափակումը այդ ճանապարհը չի ճեղքում, անկախ նրանից լավն է, թե լավը չի։ Խոսել եմ խաղաղության մասին։ Չի կարող լինել խաղաղություն, երբ օկուպացիոն զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Լավագույն դեպքում մենք ունենք հրադադար եւ որպիսի հրադադարը վերածվի իրական խաղաղության, արդար սկզբունքների վրա կերտված խաղաղությանը, մենք պետք է ջանքեր թափենք, պետք է ստիպենք Ադրբեջանին վերջացնի իր ծավալապաշտական ագրեսիվ քաղաքականությունը եւ պաշտպանենք հայկական շահերը։ Սակայն խաղաղության խաչմերուկում էլ կարծես ամեն բան հարթ չէ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս կան խոչընդոտներ։ Օրինակ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը։ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը զեկույց է հրապարակել 2026 թվականի սպառնալիքների տարեկան գնահատականը խորագրով։ Զեկույցում նշել են, որ Հայաստանը պետք է կազմակերպի սահմանադրական հանրաքվե, որի ընդունումը երաշխավորված չէ։ Սակայն խաղաղության խաչմերուկի հակառակ անկյունում տեղահանությունն է, զոհերն ու կորցրած հայրենիքը։ Կառավարությունը խոսում է արված աշխատանքի մասին, իսկ արցախցիների մի մասը կորուստների։ Տեղահանվածների հետ կազմակերպված հանդիպումը նորից բացել է ցավոտ հարցերը։ Ով է խոսում արցախցիների անունից եւ որքանով է դա արտացոլում իրականությունը, Սեդա Մակարյանն է ուսումնասիրել։ Հայաստանի ոչ մի կառավարություն Ղարաբաղի համար չի արել այնքան, որքան այս կառավարությունը, կարծում է Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության նախաձեռնած Արցախից տեղահանված անձանց նվիրված համաժողովին Փաշինյանն ու իր կառավարության անդամները հանդիպել են մի քանի տասնյակ արցախցիների հետ ու պատասխանել նրանց հարցերին։ Մեծարգո պարոն վարչապետ, մինչ հարցը հնչեցնելը ցանկանում եմ ձեզ եւ Հայաստանի Հանրապետության ամբողջ կառավարությանը իմ պարզ եւ մարդկային շնորհակալությունը հայտնեմ ձեզ։ Տեղահանության առաջի օրից սկսած մինչ օրս կատարված ամեն ինչի համար։ Հանդիպման ժամանակ նրանց խոստացել են լուծել առկա խնդիրները, բնակապահովման հարցից մինչև աշխատանք ու առողջապահություն։ Մի քանի տասնյակ արցախցիների բնորոշմամբ էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերոսական աշխատանք է կատարել Արցախի ու արցախցիների համար։ Այն ինչ որ կատարել է Հայաստանի կառավարությունը հիրավի
չեմ զլանում ասել հերոսական աշխատանքի կատարել։ Արցախից բռնի տեղահանված Նուբարը 2023 թվականին անգամ չի հասցրել հուղարկավորել ամուսնուն։ Ասում է հանդիպման ընթացքում հնչած շնորհակալության խոսքերը, երբ նույն նախադասության մեջ տեղավորվում են բռնի տեղահանություն բառակապակցության հետ, դառնում են ոչ թե գնահատանքի դրսևորում, այլ վիրավորանք։ Վիրավորանք նրանց համար, ովքեր կորցրել են տուն, հող, գերեզմաններ, հիշողություններ։ Վիրավորանք նրանց հասցեին, ովքեր մինչ օրս ապրում են անորոշության մեջ։ Չի հասկանում, ինչու են տեղահանությունից հետո ջերմ ընդունելությունը որպես լավություն հրամցնում։ Իսկ ինչի ենք մենք ստեղ, որ մի հատ էլ ինքը ընդուներ։ Ինչի ենք մենք ստեղ։ Ինչի ենք տվել այդքան զոհ ստեղ։ Կամ ինչի չպետք է ընդուներ, մեր հայրենիքն այլի, ինքը չի ընդունել։ Մենք մեր հայրենիքում ենք։ Արցախից բռնի տեղահանվածների համար կազմակերպված հանդիպմանը իշխանության ներկայացուցիչների հետ մի քանի տասնյակ մարդկանց ներկայությունը ներկայացվել է որպես ամբողջ արցախահայության ձայն։ Մինչդեռ վերջին երկու պատերազմներում եղբայրներին հորն ու ամուսնուն կորցրած Նուբարն ընդհանրապես շնորհակալ չէ այս իշխանությանը։ Ըստ նրա, ոչ ոք նրանց իրավունք չի տվել վերաշարադրել ցավի եւ հայրենիքի կորստի պատմությունը իշխանությանը հաջողանալու համար։ Ինչի համար շնորհակալ լինեմ։ Կորսված ապագայի մորթված անորոշ ներկայի թե արյունոտ անցյալի ինչի համար շնորհակալ լինեմ։ Այս ամենից հետո սոցիալական ցանցերում ու հանրային դաշտում հնչող արձագանքը կոշտ է։ Արցախցիները բացահայտ ասում են՝ մեր անունից մի խոսեք։ Նրանք չեն ընդունում, որ իրենց ողբերգությունը օգտագործվի որպես քաղաքական վահանակ կամ արդարացման գործիք։ Ինչու է այդ հանդիպումը հիմա կազմակերպվել։ Ինչու են հիմա խոսում արցախցիների իրավունքների մասին, ինչու այնտեղ չեն եղել մարդիկ, ովքեր իսկապես կխոսեին իրական խնդիրների մասին։ Ինչուների անվերջանալի շղթա է կազմել Սաիդա Պողոսյանը։ Շատ դժվար է արցախցիներին տեսնել ինչ կարգավիճակում են ապրում եւ երեք լսած մեր արցախցիների շնորհակալությունները պարոն վարչապետ, հարգելի նախարարներ, իսկ որտեղ եք դուք 5-6 տարի շարունակ, երբ որ Արցախցին իր ամենօրյա հացի խնդիրն է փորձում լուծել։ Եվ ինչու հենց այսօր ընտրություններից մոտավորապես 80 օր է մնացել, իրենք հանդիպումներ են կազմակերպում արցախցիների հետ։ Ինչուների շարան ունի նաև Արցախի նախկին պետնախարարը Արտակ Բեգլարյանը չի հասկանում ինչու են իրենք թիրախ դառնում, երբ 1 տարի առաջ էին խոսում արկախնդիրների մասին, իսկ հիմա դրանց լուծման մասին խոստումներ են տալիս իշխանականները։ Պարոնայք ու տիկնայք պաշտոնյաներ, ձեր բոլոր ծրագրերն ու ջանքերը ձախողվելու են։ Քանի դեռ անկեղծ սրտացավ ու արհեստավարժ կերպով չեք ապահովում այդ ծրագրերի ներառականությունն ու հարգանքը Արցախի ժողովրդի իրավունքների ու ինքնության հանդեպ, որը հակասում է ձեզնից շատերի արժեհամակարգին, քաղաքական փիլիսոփայությանը եւ կառավարման սկզբունքներին։ Զրուցակիցներս ասում են, իրականությունը չի փոխվում հայտարարություններով, չի փոխվում այն փաստը, որ մարդիկ զրկվել են իրենց հայրենիքից եւ չի կարելի լինել շնորհակալ այն բանի համար, ինչի հետևանքով խորտակվել են տասնյակ հազարավոր կյանքեր։ Այս ամեն ինչը շղարշ է, որ փորձում է ընտրություններից առաջ վարչապետը հրամցնել մեզ բոլորիս։ Մենք աչալուրջ ենք, այսպիսի բաներով արցախցիներին հնարավոր չէ շոյել, փաղաքշել կամ այլ առաջարկներով շահել իրենց վստահությունը։ Իսկ Հայաստանի իշխանությանը շնորհակալություն հայտնած Վահե Հարությունյանը տեղահանությունից հետո պաշտոն է ստացել Արագածոտնի մարզպետարանում, մարզպետի խորհրդականն է։ Իշխանության աշխատանքը գնահատող մյուս անձն էլ ըստ տարբեր օգտատերերի գրառումների ծնունդով Արցախից է, սակայն վերջին 30 տարին չի ապրել այնտեղ։ Ավելին, նոր է ազատ արձակվել բանտից։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը նամակ է ուղղել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության նախագահին Ադրբեջանում հայ գերիների իրավական կարգավիճակի մասին։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Բաքվում պահվող հայ գերիների հարազատներն ավելի քան 2 տարի զրկված են նրանց տեսնելու հնարավորությունից եւ խնդրել է պարզաբանել այն իրավական կարգավիճակը, որի հիման վրա Կարմիր խաչի պատվիրակները Բաքվում այցելել են Վարդանյանի եւ մյուս հայ բանտարկյալներին։
Մենք փորձում ենք հասկանալ, Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը նրանց դիտարկել է որպես ռազմագերիներ, անվտանգության նկատառումներով կալանավորվածներ, ինտերնացվածներ, թե ունեցել են որևէ այլ կարգավիճակ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում։ Այս հարցի բարձաբանումը չափազանց կարևոր է։ Ընտանիքներին դա կտա խիստ անհրաժեշտ վստահեցում եւ պատկերացում այն մասին, թե ինչպես են կալանավորվածները դիտարկվում միջազգային մարդասիրական իրավունքի եւ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մարդասիրական այցելությունների չափորոշիչների շրջանակում։ Ցանկանում եմ նաեւ դիմել ձեզ ոչ միայն պաշտոնական նամակի ձևով, այլև խորապես անձնական բնույթի կոչով, որպես մի կազմակերպության, որի առաքելությունը միշտ եղել է մարդու կյանքը, արժանապատվությունն ու արդարությունը ձևականություններից ու քաղաքականությունից վեր դասելը։ Մեզ համար Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մարդասիրության նկատմամբ հավատը հույսի աղբյուր է։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ այդ ոգին կուղղորդի ձեզ ուշադրություն դարձնել Ռուբեն Վարդանյանի եւ կալանավորված մյուս հայերի հետ կատարվողին։ Իսկ Freedom House միջազգային կազմակերպության ազատությունն աշխարհում 2026-ին զեկույցում Հայաստանը գնահատել է որպես մասնակի ազատ, 100-ից հավաքելով 54 միավոր։ Քաղաքական իրավունքը 23 է 40-ից, իսկ քաղաքացիական ազատությունը 31-60 հնարավորից։ Բայց արի ու տես, որ մասնակի ազատ երկրում պետք է շատ զգույշ լինել նախքան վարչապետի հրապարակման տակ մեկնաբանություն թողնելը։ Մեկ վատ կոմենտ եւ քրեական վարույթը պատրաստ է։ Հայաստանում սոցիալական ցանցերում գրած խոսքը կարող է ձեզ հասցնել քննչական մարմին։ Նիկոլ Փաշինյանի տեսանյութերի տակ գրառում արած օգտատերերը այսօր հայտնվել են մեղադրյալի կարգավիճակում։ Որտեղ է խոսքի ազատության սահմանը, ինչ ահազանգ է հնչեցնում փաստաբանը, Անիա Բաղյանն է ներկայացնում։ Facebook-ում երկու օգտատեր Նիկոլ Փաշինյանի տեսանյութի տակ 1 տարի առաջ մեկնաբանություն են գրել ու դարձել մեղադրյալներ։ Մեկի գործը դատարանում է, մյուսինը քննչական կոմիտեում։ Այս խոսքի ռեպրեսիաները մեզ լավ հանգրվանի չեն հասցնելու։ Մեկ շաբաթվա ընթացքում երրորդ դեպքն է հանրայնացվում։ Մեղադրյալի կարգավիճակում հայտնվածներից է Գայանե Մեսրոպյանը։ 1 տարի առաջ նա Նիկոլ Փաշինյանի Facebook-յան տեսանյութերից մեկի տակ մեկնաբանություն գրելու համար հետախուզման մեջ է եղել։ Օրերս նոր հաճնում գտել են ու երեխաների աչքի առաջ բերման ենթարկել Գայանեին։ Մինչև Դիլիջանի բաժին հասնելը չգիտեր ինչու են տանում, ինչ հանցագործություն է կատարել։ Մի տարի առաջ եմ այդ գրել, մի տարի առաջ գրածս ինձ երեք են եկել գտել, բռնել, մի տարի առաջ էր այդ գրառումս, մի տարի առաջ, ասма քեզ մի տարի է մենք ման ենք գալիս, ռոզսկի մեջ եմ։ Մարդիկ հետապնդվում են խոսքի եւ կարծիքի արտահայտման համար, ընդգծում է փաստաբան Արմինե Ֆարմանյանն ու նշում, քննչական կոմիտեն, դատախազությունը լծվել են Նիկոլ Փաշինյանի օգտահաշիվներն ու իրեն պաշտպանելու գործին։ Ընտրություններից առաջ իմ գնահատմամբ իշխանությունը այսպես իր ունեցած հարկադրանքի գործիքներն է կիրառում, որպեսզի անձանց վախեցնեն իրենց կարծիքը արտահայտելու։ Իհարկե, կարծիք կարելի է արտահայտել առանց որևէ, վիրավորանքի կամ առանց որևէ բռնության ենթադրյալ ուրեմն կոչերի, բայց կան արտահայտություններ, որոնք որ գնահատողական դատողություն են պարունակում։ Բռնության կոչերին, հայհոյանքին կամ զրպարտությանը դեմ է փաստաբանը, բայց երբ միայն իշխանության դեմ ուղղված հայհոյանքն է պատժելի, երկրում երկակի ստանդարտներ են սկսում գործել։ Մի հատ քարտը փնկելքին սատկացան են։ Մոտ 3 ամիս առաջ իշխանական Civic լրատվականի ուղիղ եթերում քաղաքացին կաթողիկոսի գլուխը քարով ջարդելու կոչ էր արել։ Դեպքի առթիվ դեռ 2025-ի դեկտեմբերին քրեական վարույթ էր նախաձեռնվել, բայց մեղադրյալ չկար։ Փորձեցինք պարզել քննչական կոմիտեից։ Մեղադրյալ կա արդեն, խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Միջին ծանրության հանցագործություն է, որը նախատեսում է մինչև 3 տարի ազատազրկում։ Կան նաև այլընտրանքային պատիժներ, նշում է Ֆարմանյանն ու քաղաքացիների խոսքի ազատության դեմ սկսվածը կոչում քրեական մահակի կիրառում։ Փաստաբանն իրավական համակարգի քայլերը կապում է համապետական ընտրությունների հետ։ Վերանայեն իրենց գործողությունները եւ ուղակի պատեհ վիճակի պատճառով չսպասարկեն իշխանական այն ցանկությունները, որոնք միտված են քաղաքացիներին վախեցնելու, ռեպրեսիաներին ենթարկելու։ Մեկնաբանություն գրելու եւ մեղադրյալ դառնալու միջև սահմանը նուրբ է, իսկ այդ սահմանը հստակեցնելը արդեն ոչ միայն իրավական, այլև քաղաքական պատասխանատվության հարց։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։
Իրանում պատերազմի դեմ բողոքի պատճառով հրաժարական ներկայացրած ԱՄՆ ազգային հակատերորիստական կենտրոնի նախկին տնօրեն Ջո Քենթի նկատմամբ հետաքննություն են սկսել։ Ըստ գործին ծանոթ աղբյուրի, հետաքննությունների դաշնային բյուրոն Քենթին մեղադրում է գաղտնի տեղեկության արտահոսքի համար։ Աղբյուրն NBC News-ին հայտնել է, որ հետաքննությունն սկսվել է նախքան Քենթի հրաժարականը։ Քենթը երեքշաբթի հայտարարել էր, որ համաձայն չէ Իրանի դեմ պատերազմի սկսելու որոշմանը եւ որ Իրանի կառավարությունն անխուսափելի սպառնալիք չի ներկայացնում, ինչպես պնդում է Թրամփի վարչակազմը։ Հիշեցնեմ, որ հրաժարական տալով Քենթը կոչ էր արել Թրամփին Իրանի հարցում փոխել կուրսը։ Իսկ ով է Ջո Քենթը եւ ինչով է հայտնի, Անիա Բաղյանն է ներկայացնում։ Հակասական կերպար, Թրամփի արդեն նախկին հավատարիմ գործիչ, որի շուրջ սկանդալները սկսել են սիգնալ հավելվածից եւ չեն դադարում։ Ջո Քենթ 46-ամյա Քենթը ծնվել է Օրեգոն նահանգում, մեծացել Պորտլենդում եւ 18 տարեկանում զորակոչվել է Միացյալ Նահանգների բանակ։ Նա ունեցել է 11 մարտական առաքելություն, ծառայել է որպես հատուկ նշանակության զինծառայող։ Ավարտել է Նորվիչի համալսարանը ստանալով ռազմավարական ուսումնասիրությունների եւ պաշտպանության վերլուծության աստիճան։ 2019 թվականին նրա կինը Շենոն Քենթը, որ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերում կիբերհետազոտության մասնագետ էր, զոհվել է Սիրիայի հյուսիս-արևելքում։ Այդ կորուստը Քենթի կյանքի եւ հետագա քաղաքական ուղու վրա մեծ ազդեցություն է ունեցել։ Նա բազմիցս նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարը իր համար ոչ միայն ծառայություն է, այլև անձնական առաքելություն։ Կնոջ մահից հետո Քենթը միայնակ է մեծացրել երկու երեխաներին, հաճախ ընդգծելով ընտանիքի կարևորությունը իր հանրային ելույթներում։ 2023 թվականին նա կրկին ամուսնացել է եւ ներկայում բնակվում է Վաշինգտոն նահանգի Յակոլտ քաղաքում։ Քենթի առաջադրումն ազգային հակահաբեկչական կենտրոնի տնօրենի պաշտոնում 2026 թվականի մարտին է եղել։ 3 ամիս անց Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի ընտրություններում դեմոկրատ Մարիե Պերեսին պարտվելուց հետո։ Սենատը նրան հաստատել է 52 կողմ 44 դեմ քվեարկությամբ, ինչը հնարավորություն է տվել ստանձնել կենտրոնի ղեկավարությունը եւ վերահսկել ամերիկյան հակաահաբեկչական քաղաքականության հիմնական ուղիները։ Քենթի մասնագիտական ընթացքն առանց սկանդալների չի անցել։ Ամենաաղմկահարույց դեպքերից մեկը վերաբերում է սիգնալ հավելվածում ՓԱԿ խմբի զրույցին, որտեղ քննարկվել են Միացյալ Նահանգների ռազմական գործողությունների ծրագրերը Եմենում։ Ըստ հրապարակումների, այդ զրույցում շրջանառվել է գաղտնի տեղեկություն, ինչն առաջացրել է մտահոգություն։ Արդյոք Քենթը պատշաճ է վերաբերում գաղտնի տվյալների անվտանգությանը։ Մեկ այլ սկանդալ հասունացել է հետախուզական տվյալների պատճառով։ Լրատվամիջոցների փոխանցմամբ Քենթը փորձել է ճնշել վերլուծաբաններին, որպեսզի վերանայեն Վենեսուելայի կառավարության եւ հանցավոր խմբավորումների միջև կապերի վերաբերյալ գնահատականները, դրանք համապատասխանեցնելով Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքական դիրքորոշումներին։ Քենթը քննադատության է ենթարկվել նաեւ իր քաղաքական կապերի համար։ Նա նախկինում գործակցել է ծայրահեղ աճ շրջանակների ներկայացուցիչների հետ եւ աջակցություն ստացել նման խմբերից, ինչը ըստ անդիմախոսների հարցականի տակ է դնում Քենթի անկողմնակալությունը։ Բայց այդ լուրերին զուգահեռ նա հրաժարվել է հերքել այն պնդումները, ըստ որոնց 2021 թվականի հունվարի 6-ի կապիտոլիումի անկարգությունները կարող էր կազմակերպված լինել ներսից, նաև կասկածի տակ է դրել 2020 թվականի նախագահական ընտրության արդյունքները։ Քենթը հրաժարական տվեց ու հայտարարեց. Իրանի դեմ գործողությունը Թրամփին պարտադրել է Իսրայելը։ Նա պնդել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ այլ իսրայելացի պաշտոնյաների լոբինգի հետևանքով է Թրամփը միացել Իսրայելի ծրագրած պատերազմին։ Ես գիտեմ, թե ինչպես է դա տեղի ունենում։ Գիտեմ, որ իսրայելցի պաշտոնյաները որոշները հետախուզությունում, որոշները կառավարությունում կգան ԱՄՆ կառավարության պաշտոնյաների մոտ եւ կասեն բաներ, որոնք մեր հետախուզական տվյալներից գիտենք, որ պարզապես ճիշտ չեն։ Միացյալ Նահանգների հակաահաբեկչական ծառայության նախկին ղեկավարը խոսել է նաև Դոնալդ Թրամփի կողմնակից Չարլի Քրքի սպանության մասին։ Սպանվելուց առաջ Քրքն ինձ խնդրել էր հետ պահել Միացյալ Նահանգներն Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշվելուց։ Քենթն ասում է, Թրամփի վարչակազմը թույլ չտվեց հետախուզություն անցկացնել Քրքի սպանության հանգամանքները պարզելու համար։ Իրանում պատերազմի դեմ բողոքի պատճառով հրաժարական տված Ջո Քենթի նկատմամբ հետաքննություն է սկսվել, գրում է NBC News-ը։ Հետաքննությունների դաշնային բյուրոն ըստ գործին ծանոթ աղբյուրների Քենթի նկատմամբ հետաքննություն է վարում գաղտնի տեղեկության արտահոսքի համար։ Աղբյուրը NBC News-ին հայտնել է, որ հետաքննությունը սկսվել է նախքան Քենթի հրաժարականը։
Անի Աբաղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Սակայն Թրամփը չի պատրաստվում փոխել ռազմավարությունը։ ԱՄՆ նախագահը քննարկում է Մերձավոր Արևելքում իր գործողություններն ուժեղացնելու համար հազարավոր ամերիկացի զինվորականներ տեղակայելու հարցը։ Ըստ Reuters-ի աղբյուրների, ԱՄՆ-ի հնարավոր գործողություններից մեկը նավթատարների անվտանգ անցման ապահովումն է Հորմուզի նեղուցով, առաքելություն, որը հիմնականում կիրականացվի օդային եւ ռազմածովային ուժերի միջոցով։ Սակայն նեղուցի անվտանգությունը կարող է նաեւ նշանակել ԱՄՆ զորքերի տեղակայում Իրանի ափամերձ գոտում։ Թրամփի վարչակազմը քննարկել է Իրանի Խարկ կղզի ցամաքային ուժեր ուղարկելու տարբերակները։ Կղզին Իրանից արտահանվող նավթի 90%-ի կենտրոնն է։ Աղբյուրներից մեկն ասել է, որ նման գործողությունը շատ ռիսկային կլինի։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Al Jazeera-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանում ծավալված պատերազմի համար պատասխանատու է Միացյալ Նահանգները։ Այս պատերազմը մեր պատերազմը չէ, սա ամերիկյան ժողովրդի պատերազմը չէ, ոչ էլ տարածաշրջանի պատերազմն է։ Սա Ամերիկայի պատերազմն է, պատերազմ, որն ընտրել է Միացյալ Նահանգները, ասել է Արաղչին։ Հարցազրույցի ժամանակ արտգործնախարարը հերքել է քաղաքացիական անձանց թիրախ դարձնելու մասին հաղորդագրությունները եւ զգուշացրել, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը Պարսից ծոցում անխուսափելի է դարձնում վիճակի սրումը։ Իրանում մահապատժի են ենթարկել հունվարյան բողոքի ցույցերի 3 մասնակցի, որոնց մեղադրում էին ոստիկանների սպանության համար։ Ըստ Թասնիմ գործակալության, նրանց մեղավոր են ճանաչել հունվարի 7-ին Ղոմ նահանգում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ իրավապահ մարմինների 2 աշխատակցի սպանության համար։ Դատապարտյալներն ընդունել են մեղքը։ Նրանց նաև մեղադրում էին Իսրայելի եւ Միացյալ Նահանգների շահերից ելնելով գործելու համար, սակայն Թասնիմը չի մանրամասնել, թե ինչ է դա ենթադրում։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն ուշադրության համար, ABC լուրերը եթերում կլինի առավոտյան ժամը 9-ին, մինչև վաղը բարի գիշեր։